Թեհրան կամ ինչպես ասում են պարսկական Նյու Յորք, 9 միլիոն բնակչությամբ այս քաղաքում ապրողներն առաջինն ականատես եղան Իսրայելի հրետակոծությանը։ Կապանում բնակվող իրանցի Զոհրե Չամիանիի օգնությամբ, բայց դժվարությամբ հունիսի 20-ին կարողացանք զանգահարել Թեհրանի բնակիչներից մեկին։ Մայրաքաղաքում ապրող աղջիկը Զահրա Հոսեյնին հենց այն թաղամասից է, որը հրետակոծվել է հունիսի 13-ին։ Բարև, դժվարությամբ քեզ կապվեցի, շատ անհանգիստ եմ, ինչպես ես, երեխաներն ինչպես են։ Լավ ենք, գիտես, Թեհրանում շոկ է, արևը նոր է թեքվել ու երեխաները դուրս են եկել խաղալու։ Ասում են թեհրանցիների մեծ մասը հեռացել է, դուք էլ եք ինչ-որտեղ գնացել։ Երևի գիտես, որ հենց մեր թաղամասն էին հրետակոծել, բայց բնակելի շենքերը չէին վնասվել։ Կարիք չկար, որ ուրիշ քաղաք տեղափոխվեինք։ Մեր շենքի հետևի նրբանցքում մի բարձրահարկ կա, դրա մեկ հարկն է միայն վնասվել։ Հիմա հենց այդ շենքի բակում են խաղում երեխաները։ Մեր հարևաններից էլ հեռացողներ չեմ ճանաչում։ Բարեկամս, որ 2 առանձնատուն ունի հեռու շրջաներում, եւս չի գնացել։ Սուպերմարկետներն աշխատում են, ուտելիք ունեք, գների տարբերություն կա։ Հավատա, ամեն ինչ կարգին է։ Բոլոր սուպերմարկետներն աշխատում են։ Հացի ու մրգի խանութն էլ է բաց, ոչ մի ապրանքի գին չի բարձրացել։ 3 եմ սուպերմարկետ գնացել։ Ճանապարհին կանգնեցի բենզին լիցքավորելու։ Գները նույնն են։ Խանութում 2 տղամարդ տեսա, որ քաղաքականությունից էին խոսում, բայց հատուկ բաներ ասողներ չկան։ Հաջողություն ու խաղաղություն քեզ, համբուրիր երեխաներին։ Զահրայի լուսանկարը Զոհրեն չգտավ։ Թեհրանցի ընկերներից մեկը լուսանկարներ էր ուղարկել սուպերմարկետներից հունիսի 20 թվագրությամբ։ Դրանք սիրով տրամադրեց մեզ։